Շենգավիթ, Օդեսա 50 փողոց։ Այս թաղամասերում արդեն 2 տասնամյակ մարդիկ ստիպված են ապրել գարշահոտի մեջ։ Անձրևատարը տարիներ առաջ վերածել են կոյուղու եւ այդ սխալը մինչ օրս չի շտկվել, իսկ հետևանքը տների մերձակայքում ստեղծված ճահճոտ միջավայրն է։ Մեր խնդիրը այս կոյուղին է, որ խայտարակություն է։ Կոյուղի մենք որպես կոյուղի մենք այս թաղում չունենք։ Առաջվա ջրատարն է էսի։ Միացել է ջրատարին, ջրատարը մեր դռների դեմից ուղղակի 15 մետր է հեռու, 10-15 մետր է հեռու։ Դարել լրիվ կոյուղի։ Մեր լավ թաղապետը իրոք մարդը սրտանց ուզում էր օգտակարներ, ուղղակի մեծ ծախսերի հետ էր կապված, ասաց իրավունք չունենք, քաղաքապետարանը պիտի որոշի։ Մենք հերթագրված ենք իբր։ Արդեն 20 տարի այս հարցը կա ու իրոք չի լինում։ Յուրաքանչյուր անձրևի հետ կոյուղաջրերը լցվում են ոչ միայն փողոցներն, այլև տները, իսկ ամռան ամիսներին պատուհան բացելը մնում է երազանք։ Մոծակներն էլ իրենց հերթին հանգիստ չեն տալիս մարդկանց։ Մոծակը անցած տարեկանոջից գծեց, ասում եմ, սպիրտը չհասցրինք, 5 րոպե չտևեց։ Սպիրտը գցեցին, միանգամից բան եղավ, մինչև սպիրտը գցելու ուռավ։ Նայեք, այս մարդու տունը ստեղա դեմն է։ Իմ տունը 10 մետր հեռու է։ Արեք, այս ճայճը, ես իմ ուժերով իմ տան դիմացն է։ Ստեղ լցում է կոյուղին, ամբողջ Կատովսկին, Պատկանյանը, Մուսալյանը, Մայիսինից դաժե մարդիկ գիտեն, որ ասել են Մայիսինից կպած են գալիս է ստեղ։ Այսինքն 3-4 փողոց ներքև։ 4 փողոցի կոյուղի հավաքում։ Բնակիչները բազմիցս դիմել են քաղաքապետարանին եւ Վիոլա ջուր ընկերությանը, բայց ստիպված են խնդիրը լուծել սեփական ուժերով ու միջոցներով։ Նրանք են մաքրում տարածքը եւ նույնիսկ խողովակներն են տեղադրել, սակայն այդ ամենը ֆինանսական մեծ ներդրում է պահանջում։ Այդտեղ հələ մեր հարևանը մաքրում է ամեն անգամ։ Էսի հələ քիչ տարբերակն է։ Ստեղ մի անգամ մաքրել ենք, ահա որ վիճակ էր։ Այս հոսքը որ դուք տենում եք հիմա, այստեղ ջուր չկա, այսինքն ինքը ոչ արտեզյան է, ոչ խմելու ջուր է։ Բնակիչների խոսքով տարիներ առաջ այդտեղից մաքուր ջուր է հոսել, բայց մի օր փակվել է այդ հոսքը։ Հիմա գնում ենք այդ որտեղից որ ջուրը պետքա բացեն ու փակել են չեն բացում։ Այս հոտը դրանից է, այսինքն այս ջուր չի հոսում, մենակ կոմունիկացիան է, էլի։ Հրազդան գետն է, Հրազդան գետից մի քիչ այս կողմ գալիս էր մեր առուն, որը գալիս էր մաքուր ջուր։ Տրուբան էլ դրված է, հենա երևումը մարդիկ բերել են, փակել են, որ ասենք ստեղով ջուր չկա։ Վերևից արդեն փակել են ջուրը։ Հարակից գործարանի սեփականատերը եւս միջոցներ է ձեռնարկում տարածքը մաքրելու համար, բայց միևնույնն է, խնդրին արմատական լուծում է պետք, պնդում են բնակիչները։ Մենք բերում ենք մեքենաներով ժամանակ առ ժամանակ, մեքենային գումար ենք տալի փողոցով, հավաքում ենք, բերում ենք ճնշումով ջուրը, վերևից մաքրում ենք, բայց այդ վերևից մաքրում ենք, լցնում ենք դեպի զավոդ, այնտեղ են անդետ անջվում։ Ինքը իր հնարավորությունով, ինքը իր գումարով ինքն անդը մաքրում։ Շենգավիթի բնակիչները նշում են, գարշահոտը դարձել է իրենց կյանքի անբաժան մասը, սակայն ամենամեծ խնդիրը ոչ միայն անհարմարությունն է, այլև առողջությանը սպառնացող վտանգները։ Նրանք սպասում են իշխանության արձագանքին, հուսալով, որ 20 տարի շարունակվող այս պատմությունը վերջապես լուծում կստանա։ Շենգավիթի թաղապետարանի աշխատակցի խոսքով խնդիրը ստեղծել են բնակիչները։ Նրանք ինքնակամ են միացրել անձրևատարը կոյուղատար համակարգին։ Դա նախկինում մի քանի անգամ մաքրվել է։ Գումարած դրան, այդտեղ փորձում ենք նաև ինքներս օգնենք, որ ջրամատականալու մարդի, որ այդ հոտը այդտեղ անցնի։ Կոյուղագետերը իրենք են իրենց կոյուղիները միացրել, գումարած դրան այդ ջրանցքով հոսել է ջուր, ոռոգման ջուր։ Ոռոգման ջուրը սեզոնային է, ոռոգման ջուրը ամբողջ տարին ինքներս գիտեք, որ չի մատակարարվում։ Բայց բազմիցս խնդրել են, որ պարբերաբար էլի ոռոգման ջուրը այդ հատվածում բաստող են ջուր, դա եղած մաքրի լվա հոտը գոնե կտրվի։ Պարզվում է վերևի թաղի բնակիչներն են փոխել անձրևատարի ուղղությունն ու միացրել կոյուղատարին, որովհետև նրանք էլ կոյուղատար չունեին։ Պատկան մարմիններից աջակցություն չեն ստացել, որոշել են խնդիրն իրենց ձևով կարգավորել։ Իսկ երբ քաղաքապետարանը կլուծի երկու փողոցների բնակիչների խնդիրները, պատասխանելու համար մեզնից գրավոր հարցում խնդրեցին։ Իսկ մինչ այդ բնակիչները ստիպված են ապրել գարշահոտի մեջ անորոշ ժամանակով։ Անի Աբախյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։